Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa Lido Palms Resort and Spa առողջարան հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center Պարզվում է, որ աշխարհի ամենամեծ սուտը հետևյալ արտահայտությունն է։ Կտեսնվենք։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, AMJ հեռուստաընկերության եթերում իր աշխատանքն է սկսում Armenian Evening հաղորդաշարը։ 5 շաբթի երեկոյան 22:30 մենք իհարկե եթերում ենք։ Եթերում ենք, որպեսզի հյուրընկալենք սիրված, ճանաչված, հետաքրքիր մարդկանց, հայկական երեկո միասին անցկացնենք, խոսենք, զրուցենք իհարկե եւ միասին ձեզ հետ միասին մի լավ ժամանակ անցկացնենք, երեկո անցկացնենք։ Այնպես որ սիրելի հեռուստադիտողներ, ինչ եք անում դուք այս պայն դիտում եք մեզ, ինչ ենք անում մենք ոնց որ ասած միշտ սկսում ենք։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պայն սիրով ուզում եմ ներկայացնել մեր նախագծի գործընկերներին, շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը։ Եթե ձեր շրջապատում կամ դուք ունեք վնասակար սովորություններ, ունեք կախվածություն եւ ցանկանում եք ձերբազատվել, ապա 911 Detox Center այն կազմակերպությունն է, որը օգնում է երկար տարիներ եւ լուծում է խնդիրը։ Այնպես որ եթե ձեր շրջապատում կամ նման մարդիկ, հապաղել պետք չէ, պարզապես պետք է այցելել կամ զանգարել 911 Detox Center։ Հեռախոսահամարն է 409 900 Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, որը պարզապես համալիր չէ, այլ առողջարան է, որովհետև այստեղ հյուրան շատ հարմարավետ համարներ եւ ամենակարևորը լողավազաններ տաք հանքային ջրով։ Այնպես որ եթե իրոք ունեք հանգստյան օրեր, ցանկանում եք լավ լիարժեք անցկացնեք այդ հանգստյան օրերը եւ ամենակարևորը առողջարար, որովհետեւ մի հարց է պարզապես անցկացնել հանգստյան օրեր, ուրիշ հարց է որ այն լինի առողջ, ապա Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը սպասում է ձեզ։ Զանգարում եք 760 329 60 33, ամրագրում եք ձեր տեղերը, նստում եք մեքենան եւ գնում եք։ Հետո հետ կգաք։ Շնորհակալություն մեր գործընկերներին եւ շատ արագ ընթերցեմ այսօրվա ընդգրկված նորությունները եւ այնուհետեւ սիրով ներկայացնեմ մեր հյուրին։ Ամերիկացիների մեծ մասը մոտ 72% իրենց ֆինանսապես ապահով չեն զգում։ Այդ մասին վկայում են ամերիկյան ընկերության հարցման տվյալները։ Այն հարցին թե ինչպես է նրանք դա պարզել, որ 72% իրենց անապահով են զգում, ընկերությունը բացատրեց, որ հենց փողի անուն են տալիս, հեռախոսները մարդիկ անջատում են եւ չեն պատասխանում։ Դպրոցական համազգեստը, որը կրել է դերասան Դենիել Ռեդքլիֆը Հարի Փոթեր եւ Գաղտնի սենյակ ֆիլմի նկարահանման հրապարակում վաճառվել է $101,000-ով։ Եվ հենց նոր մենք ստացանք տեղեկություն, որ իրենց ֆինանսապես ապահով չեն զգում ոչ թե 72%, այլ 71%։ Կմիանանք ընդամենը մի քանի վայրկյանից եւ սիրով կներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, այսօր Armenian Evening նախագծի հյուրն է շատ տաղանդավոր երաժիշտ, երգիչ Հայկ Մանուկյանը։ Հայկ ջան, բարի երեկո։ Երեկոներս բարի Արմեն։ Ուրախ եմ շատ քեզ մեր տաղավարում հյուրընկալել, շնորհակալ եմ հրավերքս չմերժելու համար եւ կարծում եմ հետաքրքիր զրույց կունենանք։ Միանշանակ։ Ես եմ շնորհակալ հրավերի համար եւ շատ ուրախ եմ գտնվել ձեր այս ջեր Շնորհակալ եմ։ Դե մենք Հայկի հետ իհարկե սիրելի հեռուստադիտողներ արդեն իսկ առիթ ունեցել ենք, ուղղակի շատ կարճ
մի նախագծի շրջանակներում խոսեցինք, զրուցեցինք եւ պայմանավորվեցինք, որպեսզի անպայման միասին կհանդիպենք եւ ավելի մանրամասն կզրուցենք։ Հայկ ջան, դե բնականաբար հարցը, որ առաջինը տալիս եմ մեր հյուրերին, դա իհարկե թե ով էր այն մարդը կամ մարդիկ, ովքեր գտան տաղանդը երգչի եւ որոշեցին, որ պետք է երգես, բայց մինչ այդ հարցը տալը ես գիտեմ, որ դու ծնունդով Արենից ես, հրաշալի մի վայր, հրաշալի տեղ, Արենին, եւ մինչ առաջին հարցին անցնելը սեր դեպի գինի։ Հետաքրքիր բան ասեմ, մեր գյուղում երևի ավելի շատ գինի չսիրողներ են, քան սիրողներ։ Դա շատ վաճառում են, որովհետեւ այդ գիտես որն է, այն երբ որ ավոր քաղցած ես, չէ՞ լինում, դե սկսում ես խորովածը պատրաստես, որ նստեք բան, հենց սկսում ես խորովածը պատրաստես, հոթից արդեն կշտանում ես, էլ դա չես ուզում։ Կամ այդ հուրից այնքան ջուր ես խմում, էլ բան չես ուզում։ Շատ լավ, Հայկ ջան, դե հիմա մի հատ խնդրեմ, ասա ոնց առասարակ ստացվեց մուտքը դեպի երգ եւ երբ սկսեցիր, ով էր այդ մարդը։ Ասեմ, իմ մուտքը դեպի երգարվեստ սկսվել է բավականին ուշ։ Ահա։ Դե չասեմ, որ մանուկ հասակում բոլորս էլ երգում ենք, երգել ենք, խփել ենք, պատուհանին կանգնել, ապարել եւ այլն, բայց երգով սկսեցի ավելի լուրջ զբաղվել, ավելի ոնց որ հետաքրքրեց այդ ասպարեզը այն ժամանակ, երբ որ ես գնացի Մարաթուկ անսամբլ, ազգագրական երգի պարի անսամբլ։ Իսկ այնտեղ ոնց հայտնվեցի, ընկերս այնտեղ էր պարում եւ ասեց գնաց երգել։ Ահա, ասեց ինչի, բայց չես մտածում այդ մասին, որ գաս փորձես։ Դա քանի տարեկան էր դու։ Դա արդեն ուսանող էի, 16։ Արդեն ուսանող, ահա։ Բայց դու երգում ես սիրողական, այսպես քո համար։ Այո։ Հետո արդեն գնացի այնտեղ Մարաթուկ անսամբլ, ազգագրական երգեր, ամեն մեկը մի պատմություն, ամեն մեկը մի շրջանի բարբառով, հա, այսպես շատ հետաքրքիր ու ես ինքս սկսեցի տարվել այդ երգերով, ամեն երգը մի պատմություն էր, ազատագրական պայքարին նվիրված երգերը, ֆիդայիների մասին, ամեն մի այսպես նրանց պայքարը, նրանց զոհվելու վայրը, օրը, բոլորը երգերի մեջ կան։ Ու դա ինձ հետաքրքրեց կապես որպես ես պատմություն շատ եմ սիրում ու որպես այդ պատմության մի մասնիկ էի նայում իմ ժողովրդի ու սկսեցի այդ երգերը ուսումնասիրել ու ոնց որ հետաքրքրեց ինձ ավելի շատ, որովհետև կապված էր պատմության հետ։ Հրաշալի, իրոք, մենք դրան կանցնենք իհարկե, այսինքն այնուամենայնիվ մուտքը դեպի Մարաթուկ, հա, դու փաստորեն մենք զրուցում ենք իհարկե հաղորդումից առաջ ես դա չգիտեի, իմացա, որ դու շատ ես սիրում պատմությունը եւ դու նույնպես նշեցիր եւ եթե հա այսպես ավելի շատ երգով չտարվեր, երևի պատմաբան կդու։ Ինձ շատ հաճախ հարցնում էին, ասում են կոնսերվատորիա ես սովորում, ասում էի չի, ասում են, հա, պատմաբան ես։ Շատ լավ։ Ասում էի չէ, բա ինչ ես։ Ասում էի սովորում եմ ֆիզտեխ, ֆիզիկա մաթեմատիկա։ Դա էլ է հետաքրքիր, փաստորեն այո, դու ինքդ շատ ես սիրել պատմություն, երգում ես, բայց նաև գիտեմ իհարկե, որովհետև հա այսպես ավելի դեպի թվաբանություն, հա, մաթեմատիկա ավելի շուտ ծնողները տեսպես այդ ուղղությունով են, որպես ինժեներներ եւ նրանք քեզ խորհուրդ էին տվել եւ դու սովորեցիր այնուամենայնիվ ֆիզիկա եւ մաթեմատիկա, հա, թվաբանություն։ Բայց դա պետք է կավ։ Երբեք չեմ կիրառել իմ մասնագիտությամբ, որովհետև դե ինչ որ միշտ գալիս է մի պայ, երբ որ գումար բան պետք է հաշվել, երբ միշտ պետք է Միշտ ժամանակ պետք է լինում։ Այդ ժամանակ պետք է լինում։ Մեր դպրոցում մեր ուսուցիչներն ասում են, չէ, ինչ էլ ուզում եք անեք, եթե նույնիսկ գնալու եք, չգիտեմ, միտեղ վերանորոգեք, այդ պատի մակերեսը պետք է հաշվել իմանաք, որ ձեր փողը ուզեք։ Չէ, դե առհասարակ ես գտնում եմ, որ յուրաքանչյուր առարկա, յուրաքանչյուր, դա կապ չունի սիրես թե չսիրես, այնուամենայնիվ ինքը պետք է սովորել, որ գոնե պրիմիտիվ, այսինքն մակարդակի, հա, այն բազային մակարդակ անպայման իմանալ։ Հիմա ես օրինակ լինեմ անկեղծ, իմ դպրոցական տարի եւ առասարակ իմ ուղղվածությունը ավելի դեպի եղել է հումանիտար, ոչ թե ավելի տեխնիկական, բայց անամենայնիվ ես հանգիստ գիտեմ, որ օրինակ 2-ին գումարած 2 դա 5 է։ Շարունակենք։ Ուրեմն այդ թեմայով կուզեմ մի քիչ պատմել։ Դե ծնողներս արդեն ասացի, ինժեներներ են եղել, սովորել են պոլիտեխնիկական համալսարանում, ինստիտուտ, հա, այն ժամանակ երևի։ Դե այդ խոսակցությունն եղավ, թե ինչ պետք է սովորել։ Ես ներողություն եմ խնդրում, դե այն ժամանակ
ես իհարկե չգիտեմ որ տարիների մասին էր, այն ժամանակ պոլիտեխնիկը եւ ճարտարապետական ինքը միասին էր, դե հետո առանձնացվեց, չէ՞, եթե Այո։ Այդ խոսակցությունն էր արդեն, թե ինչ պետքա սովորենք։ Ես ուզում էի ընդհանրապես ինչ-որ դիվանագիտական բան, միջազգային հարաբերություններ բան, բայց խոսակցության արդյունքում, քննարկումների արդյունքում ինձ ոնց որ ուղղություն տվեցին դեպի բնագիտական առարկաներ, մաթեմատիկա, ֆիզիկա եւ այլն։ Իսկ արվեստի մասին ընդհանրապես խոսք չէ։ Միշտ է տեսել են, որ սեր ունեն, երգում են բան, բայց այդպես մնացել է ոնց որ լուսանցքում։ Բայց այս պատմությունը, որ պատմեցի, մի հատ դեպք հիշեցի Անձնավորի կյանքից։ Ահա։ Ուրեմն իր գրքերից մեկում կարծեմ անցած օրեր։ Պատմում է, որ 30-ականներին, դե Եվրոպայում էլ նույն դժվար վիճակը եւ այլն, Անձնավորը պատմում է, որ դիմել են հայ համայնքի առատաձեռն մարդկանց, որ իրենց հովանավորեն ուսում ստանալու համար։ Ասում է ու մի ունևոր մարդ հովանավորել է, բայց ասելով նորմալ մի բան կսովորես։ Ասում է, իսկ ինչ էր նորմալ բանը։ Իհարկե ոչ արվեստ է։ Ու գնացի ծովային առևտրի բաժին, ինչ որ հերագրական դպրոց, որ սովորեմ տի տա, միակ երաժշտական մոտ բանը այդ ձայներն էին։ Բայց այդպես այո, դե համենայն դեպս Հայկ ջան, ես գտնում եմ, որ գիտես այնուամենայնիվ կյանքը բերում է նրան, որ դու այնպես զբաղվում ես նրանով, որը քոնն է, դա շատ-շատերի մոտ այդպես լինում։ Ամենակարևորը չուսահատվել եւ իհարկե շարունակել այդ ուղղությամբ։ Այ հիմա արի մի քիչ ավելի դեպի գանք այդ մարաթուկը, այսինքն ոնց ստացվեց, դու երգում էիր։ Ինձ։ Դու հա, չոր դե երևի ընկերական շրջապատում, ընտանեկան շրջապատում։ Իսկ ընկերդ որ քեզ հրավիրեց մարաթուկ որ պարում էր, այնտեղ որքան ժամանակ էր պարում։ Երևի ինքն էլ էր նոր գնացել, մենք հասակակիցներ էինք։ Ինքը նոր էր գնացել, դրա համար ասեց, գիտես թե։ Այո։ Ու այդպես գնացիր, հա, փորձաշրջան անցա։ Գնացի, պարերը շատ պրոֆեսիոնալ ձևով էին սովորեցնում պարերը։ Իհարկե, մարաթուկը։ Ես այդ որ տեսնում էի իրենց էներգիան, այսպես հելնում էին դրդո, երգում էին այդ ազգագրական երգերը, ես լրիվ կլանվում էի իրենց այդ շրջապատում։ Իդեպ դու քիչ առաջ ասեցիր մարաթուկում փաստորեն տարբեր, հա, բարբարով երգեր։ Դե տարբեր շրջանների եւ երգեր եւ պարեր։ Ես ինչ եմ ուզում ասեմ, կարող եմ մի հատ վերհիշես մի փոքրիկ տող ինչ որ մեկ բարբարով, թե դժվար հիմա կլինի վերհիշել։ Չէ, դժվար հիմնականում դե ես հիշում եմ օրինակ Սասնո բարբարով, բայց վստահ չեմ, որ դա հենց Սասնո կարող է եւ փոփոխության է ենթարկվել։ Լավ, դա արդեն քանի տարի փաստորեն արդեն մարաթուկում երգեցիր եւ 20-ից ավել տարի առաջ է եղել, չէ։ 13 թվին նշվեց մարաթուկի 30-ամյակը։ 13 թվին մենք որպես երիտասարդներ առանձին խումբ էին մեզ կազմել, իրենք հավաքվեցին տարբեր աշխարհի տարբեր մասերից եկան, Ամերիկայից, Եվրոպայից եկան, հավաքվեցին, իրենք ավակներով 30-ամյակը նշեցին, Մգրոս Սարգսյանի անվան ազգագրական երգի պարի անսամբլ ու մենք էլ երիտասարդներս որպես իրենց շարունակություն ու այդպես էր բեմադրությունը բանը որ մենք իրենց գործը շարունակում ենք։ Դե դրանից հետո փաստորեն շարունակեցիր էլի երգելը համարյա դե միջև արդեն տեղափոխումը Միացյալ Նահանգներ։ Շարունակեցի, բայց արդեն մի քիչ ոճային տարբերություններով փորձեցի քաղաքային ոճ եւ այլն։ Երևանյան այսպես ֆոլկլոր։ Բայց դա այսինքն առանձին մարաթուկից դուրս։ Այո, իհարկե։ Մարաթուկից դուրս։ Բայց այնուամենայնիվ քեզ հարազատ ես զգում ավելի այդ ազգագրական երգերը, թե ես ինձ հարազատ եմ զգում, ունկնդիրն ինձ հարազատ է զգում, միշտ ասում են դայակոնը։ Դե համենայն դեպս կարծում եմ իհարկե քոնը, բայց պրոֆեսիոնալ երգիչ իհարկե երգում է ամեն ինչ շատ լավ եւ դու դրանում իհարկե մենք բազմիցս իհարկե քո կատարմամբ համոզվել ենք։ Հայկ ջան, եւ փաստորեն արդեն գանք մի քիչ մեր այսպես տարիները կարելի ասել մեր օրեր արդեն հա համարյա արդեն տեղափոխում Միացյալ Նահանգներ, հա, եթե չեմ սխալվում, արդեն մոտ 5 տարի, 4-5 տարի, հա, դե միջից համարյա առաջին գալի դու։ Լավ, իսկ այդ դեպքում իհարկե
դե գաղտնիք չէ, որ այստեղի մենք շատ ենք խոսում դրա մասին, իհարկե գալ այստեղ շատ միանգամից միջավայր փոփոխել եւ այլ, դու էլ փաստորեն որ տեղափոխվել ես այստեղ, այդքան էլ երիտասարդ չէ։ Նու երիտասարդ ես, բայց դե 15 տարեկան չես եղա, դպրոցական։ Այնուամենայնիվ դժվար չէր եւ որքանը հիմա քեզ, այսինքն արդեն այսպես լավ ես քեզ զգում կամ դեռ չես համակերպվել, որովհետև դե մի քանի տարի պետք է համակերպելու համար, չնայած մարդիկ կան, որ 30, 40, 50 տարի ապրել, այնուամենայնիվ չեն կարողանում համակերպվել, բայց հիմա քեզ մոտ դա ոնց է։ Առաջին երևի 3 տարին, հիմա շատ չի անցել 3-ից, 3.5-ն է։ 4-ն եք մոտենում։ Առաջին 3 տարին միշտ այդ հակասական մտքերը, տրամադրություններն ինձ մոտ կային։ Ինչի եմ ես այստեղ, ես այստեղ պետք է մնամ, թե ոչ, բայց հիմա ոնց որ համոզել եմ ինձ, որ այստեղ եմ։ Արդեն համոզել։ Գոնե հիմա այստեղ եմ։ Էլ ոնց որ հետ նայել եւ այլն ինչ որ մտքերի մեջ։ Առասարակ այո, կարծում եմ իհարկե, առասարակ գտնում եմ իհարկե, որ յուրաքանչյուր քայլ մարդ որ անում է, առաջին հերթին հետագայում պետք չէ զղջալ ոչ մի առումով, որովհետեւ իհարկե մի դուր կարող բացվի, մի դուր կբացվի, մի դուր կփակվի, դրանում չի հարցը, հարցնամն է, որ յուրաքանչյուր մարդ չփոշմանի իր քայլի համար, դա շատ կարևոր է, որքանով դա հետո կլինի սխալ, որքանով լինի ճիշտ, դե հետո գիտես ինչ կա, մի կա հայերեն ասեմ դա, ռուսերեն ասում, ասում ով ռիսկի չի դիմում, շամպան չի ըմպում, չէ, պետք է մի քիչ էլ տվյալ պարագայում, դե քո դեպքում երևի որոշակի ռիսկ ես դիմել։ Դե բնականաբար շատ լավ։ Եվ հիմա ինչ առասարակ մտածում ես ինչպես, այսինքն այստեղ երգում ես, շարունակում ես երգել, մի քիչ ես ուզում ավելի ինլայնվես, թե առայժմ շարունակում եմ, այսինքն որ նոր է եկել, ավելի ակտիվ էի, ոնց որ։ Ավելի ակտիվ էի, հա։ Հետո երևի պետք էր որ դադար տայի մի քիչ, հասկանայի որ այդ նույն ուղղությամբ եմ շարունակում, թե մի քիչ մի բան փոխում եմ, թե ինչ եմ անում։ Հիմա նոր երգեր ունեմ, որ առաջիկայում պատրաստում եմ Դե հայ ջան, մենք քիչ ուշ անպայման կզրուցենք իհարկե մոտակա այսպես նախագծերի մասին եւ մոտակա նախագծերի մասին կզրուցենք եւ եւս մեկ հարց եմ ուզում տալ, ըստ քեզ օրինակ երգիչը դե դու տվյալ պարագայում ես ոնց հասկացա երաշտական որպես բարձրագույն կրթություն Չունես, ահա։ Ես ինչ եմ ուզում հարցնել այդ հարցը քեզ ուղղել, օրինակ դու գտնում ես, որ այնուամենայնիվ երգիչը պրոֆեսիոնալ համարվում է, եթե չունի բարձրագույն կրթություն, թե ինքը կարող է առանց դրա էլ լինի պրոֆեսիոնալ։ Առանց դրա էլ կարող է լինել պրոֆեսիոնալ, բայց ինձ թվում է կարևոր բան։ Դե հիմա օրինակ դու զգացել ես, որ քեզ օրինակ պակասում է։ Իհարկե։ Զգացել ես։ Իհարկե զգացել եմ։ Օրինակ ընկերներ ունեմ, ովքեր կոնսերվատորիայում են սովորում, ինձ ասում են մենք քեզ նախանձում ենք։ Դու էլ ես մեր նման երգում, դու բայց ուրիշ մասնագիտություն էլ ունես։ Մենք չունենք, մեր էսա ինչ սովորում ենք, այդ անում ենք, դու էլ ես այդ անում, բայց դու ուրիշ մասնագիտություն էլ ունես։ Տարբեր ձև կարելի է մեկնաբանել իհարկե, բայց կարծում եմ կրթությունը կարևոր է։ Երաշտական կրթություն ունենալ, բազային կրթություն ունենալ իհարկե։ Դե համաձայն եմ իհարկե, բայց նաև իհարկե շատ կարևոր է ոչ միայն պրակտիկան, այսինքն երգելը, որովհետև դա նույնպես շատ կարևոր է։ Հայ ջան, դեմ չես, որպեսզի մենք անցնենք մեր հաղորդման երկրորդ էջին։ Անցնենք։ Մեր հաղորդման երկրորդ էջում մենք միասին կլսենք երգեր, կգուշակես երգի բառերը, ես պարզապես հիշեցնեմ, սիրելի հեռուստադիտողներ եւ մեր հայկին հիշեցնեմ, նույնպես որ մենք լսելու ենք տարբեր երգերից 3 հատվածներ, կարճ երգ ընդհատվելու է, որից հետո ես քեզ 4 տարբերակ ասելու եմ եւ դու պետք է ճիշտ տարբերակ ընտրես։ Իդեպ դու ասացիր, որ երգել ես փաստորեն ազգագրական երգեր, հիմա մի քիչ ավելի ոճային երևանյան, ֆոլկլոր եւ այլ, իսկ երբևէ ինքդ փորձել ես ստեղծագործել։ Գրել օրինակ, ասես նստես մի օր ասես երգ գրես։ Երգ եղել է առաջին երգը, որ գրվել է, դա եղել եմ բանակում։ Հա, ինչ հետաքրքիր։ Ու այդ երգը գրել եմ ապրիլյան պատերազմի օրերին, մի քանի օր հետո, այդ ոնց որ խրամատում քայլելուց, բան, այսպես երգը ծնվեց 20 թվականին դա, բայց արդեն ձայնագրեցի, որովհետև զգացի, որ եթե չձայնագրեմ, ես կորելու է այս երգը։ Ձայնագրեցի ու հետո էլի եղել են երաժշտություն չէ, բայց խոսքեր գրում եմ։ Խոսքեր գրում ես։ Իսկ
մի փոքրիկ հատ հիմա կարող ենք ակապելա այդ քարոն այո իհարկե շատ կարճ եւ հետո արդեն անցնենք մեր Միկրոֆոնով երկեմ չէ այսպես հետո միկրոֆոնով արդեն հետո Աղոտ լույսի տակ նստած էի քացի հանկարծ լսվեց պայթյուն սարից դիմացի զենքեր վեր առակ թիկունք թիկունքի հայկյան նետի պես սլացակ մարտի Շնորհակալություն, բրավո Ես եմ շնորհակալ Ես նվիրել եմ բոլոր մեր զոհված զինծառայողներին, ովքեր գնացին ապրիլյան պատերազմի ժամանակ։ Հավերժ փառք։ Հայկ ջան, դեմ չես, հա փաստորեն անցնենք հիմա մեր այսպես փոքրիկ։ Խաղին ամենայն դեպս գուշակում ենք փափուկ անցում կատարենք։ Դե երկիրը իհարկե կարող է դու լսել ես, կարող է չես լսել, դա կապ չունի, գրեք կարող են ճանաչված լինել, կարող են չճանաչված։ Իդեպ ազատ ժամանակ դու ինչ երգեր ես առասարակ սիրում լսել։ Ամեն ինչ լսում եմ։ Ամեն ինչ լսում ես։ Ասեմ, սիրում եմ հետ գնալ 60-70-ականների իտալական այն օրկեստրով որ երգում են, այդ երգերն են փորփրում, ասեմ շատ նմանություններ եմ տեսնում, որ երգեր կա, որ հայկական ինչ-որ բաներ են վերցրել։ Իսպանական երգեր եմ շատ լսում, իտալական, նեոպոլիտանական երգեր եմ լսում։ Իսկ քո երգերը չես լսում հետ։ Իմ երգերը սկզբից լսում եմ։ Երգերը սկզբից լսում եմ, էլ չէ, շատ լավ։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, միասին հիմա անցնում ենք մեր հաղորդման երկրորդ էջին եւ Հայկ Մանուկյանի հետ միասին կփորձենք գուշակել երգի բառերը, դուք իհարկե նույնպես ակտիվորեն մասնակցում եք եւ Հայկ ջան, սկսենք։ Առաջին երգի հատվածը խնդրեմ միասին լսենք։ Հիմա ես ինչ պետք է անեմ, որտեղ քեզ որոնեմ, եթե կյանքում քեզ չգտնեմ, առաջին տարբերակը սիրուց կմեռնեմ, եթե կյանքում քեզ չգտնեմ, սիրուց կգժվեմ, եթե կյանքում քեզ չգտնեմ, վիզդ կփոկեմ, եւ չորրորդ տարբերակը, եթե կյանքում քեզ չգտնեմ, հեչելիս գտնեմ։ Ես առաջարկում եմ նկեջելիս գտնեմ տարբերակը։ 4 տարբերակն էլ խելքին այո, եթե կյանքում քեզ չգտնեմ, հեչելիս գտնեմ։ Մարդը չի գտել եւ այսպես ավելի ռեալիստորեն եմ մոտենում խնդրին։ Այո։ Սիրուց մեռնելը հավանական տարբերակ եմ համարում, բայց քանի որ մենք մի քիչ սիրում ենք գժական սերեր, երևի սիրուց կգժվեմ։ Սիրուց կգժվեմ։ Մենք նորմալ սերեր չենք սիրում։ Էմը դա նորմալ սեր է, չէ։ Վերջում միշտ պետքա ծեծել անպայման։ Լավ։ Սիրուց կգժվեմ տարբերակ։ Եթե կյանքում քեզ չգտնեմ, սիրուց կգժվեմ։ Այո։ Դա իմ վերջնական պատասխանն է։ Սիրուց կմեռնեմ, չէ, փաստորեն։ Չէ, մեռնել պետք չի, պետքա որ գժվես, այդ էմոցիան զգաս, դե որ մեռնես կկրծար։ Դե էմոցիան վիզդ փոկելն էլ է էմոցիա։ Չէ, այդ դիմացինին ես անում, դու պետք է գժվես։ Դու ինքդ քո վրա պետք է, այսինքն դու քեզ պետք է վատը զգաս։ Դու քեզ պետք է գժվեցնես, գցես ներս։ Այո։ Շատ լավ, եթե կյանքում քեզ չգտնես, եթե կյանքում քեզ չգտնեմ, սիրուց կգժվեմ։ Այս տարբերակը ընտրեց Հայկը, լսենք ճիշտ տարբերակը, գուցե դա է ճիշտ եւ անցնենք երկրորդ երգի հատվածին, խնդրեմ։ Հիմա ես ինչ պիտի անեմ, ասա որտեղ քեզ որոնեմ, եթե կյանքում քեզ չգտնեմ, սիրուց կգժվեմ։ Դա լսել ես այս երգը։ Բացարձակ։ 1-0 բրավո։ Եթե կյանքում քեզ չգտնեմ, այո, շատ կարծում շատ ճիշտ գտավ Հայկը, եթե կյանքում քեզ չգտնեմ, սիրուց կգժվեմ, այո։
հետաքրքիր իհարկե տարբերակ է, բայց երևի այդքան շատ չի, բայց օգտագործում, հա, ավելի շուտ։ Սիրուց գժվել է։ Հա, եթե կյանքում չգտնեն սիրուց գժվեն, ինձ թվում այդքան չեմ։ Մեկ-մեկ խելագարվել են ասում։ Նման է գժվել։ Եթե կյանք չգտնեն, գտնել կտան։ Ինչ մարդ կկանչեն, որ գտնեն։ Գտնող կպահեն մոտները։ 1-0 Հայկը հաղթում է, սիրելի հեռուստադիտողներ, կարծում եմ դուք նույնպես ճիշտ գուշակել եք Հայկ ջան, դե երկրորդ երկի հատվածը խնդրեմ լսենք։ Երկես հետեմ ամեն մի օր ծնունդ է, և դու չգաս կյանքը կարծես անդունդ է, քո ծնունդի ես բերել եմ ծաղիկներ։ Խոսքը գնում է ծնունդի մասին, հա, որ գնում է ծնունդ։ հա, քո ծնունդին ես բերել եմ ծաղիկներ։ Եվ անհամար Չանհարմար չէ։ Անհամար։ Չանհամար Չէ։ Անհարմար։ Վերնում ես բան, մի ծաղիկ ես տնում, ինչ անհարմար բան ստացվեց։ Քո ծնունդին ես բերել եմ ծաղիկներ, ծաղիկն ինչ է, փող եմ բերել քեզ նվեր։ Առաջին տարբերակը։ Երկրորդ տարբերակը, քո ծնունդին ես բերել եմ ծաղիկներ եւ իմ սերը քեզ եմ նվիրել։ Երկրորդ տարբերակ։ Քո ծնունդին ես բերել եմ ծաղիկներ, ծաղիկ ինչ է, սիրտս լինի քեզ նվեր։ Երրորդ տարբերակը։ Եվ քո ծնունդին ես բերել եմ ծաղիկներ, ինձ ասեցիր, ոնց թե մենակ ծաղիկներ, այ երիտասարդ։ Ոնց բերել ես տնենց տաշ։ Հետար շպրտի։ Այո։ Բայց դե ուր տանի Այս սամանները երկինը փագա։ մի պետքա Չի կարող բան տանի։ Լատվիային ուղարկում կարծեմ։ Հա, դե լավ։ Այնց ինչ որ բան նայեցի։ Քո ծնունդին ես բերել եմ ծաղիկներ, ինչ է փող եմ բերել քեզ նվեր, եւ իմ սերը քեզ եմ նվիրել, ծաղիկ ինչ է սիրտս լինի քեզ նվեր, եւ ինձ ասեցիր, ոնց թե մենակ ծաղիկներ։ Հիմա այս երգը պատկերացնում քանի բաժակ խմացել ենք, որ այս երգը երգենք։ Չէ, դե այստեղ իհարկե առավել եւս այդ ասելուց հետո է սկսում արդեն Խմել։ օքեյից խմիչներ օգտագործել, որովհետեւ բերում ես ծաղիկներ, Բայց պետքա ընդունի որ խմես, այսինքն պետքա փողել տանես որ ընդունի, ուրեմն բա մենակ ծաղիկով ով կընդունի քեզ։ Այսինքն եթե գնում ես ծնունդի առանց մենակ ծաղիկով չի կարելի։ Չէ, փող պիտի տանես։ Ըստ երգի սյուժեի պետքա առաջի տարբերակը լինի։ Հայկին միշտ կանչեք ձեր ծննդի ատորը դարձնել։ Ինձ մի կանչեք, Հայկին կանչեք։ Եվ փողն ես պաստորեն ուզում ընտրես։ Հա, առաջի տար։ Այսինքն քո ծնունդին ես բերել եմ ծաղիկներ, ծաղիկ ինչ է, փող եմ բերել քեզ նվեր։ Երկրորդն ինչ էր։ Երկրորդը եւ իմ սերը քեզ եմ նվիրել։ Այդ պետքա լինի, բայց չգիտեմ ոնց է։ Չնայած դե գիտես ոնց է, դե ընդունված է, հա, դե ծաղիկներ են բերել, փող եմ բերում։ Ծաղիկ եմ բերել, սերել եմ բերել բնականաբար, բայց չգիտեմ, այս տարբերակը ինչ է Որովհետեւ խառնել իրար։ որքան էլ ցանկանան այդ ծրարի մեջ ծաղիկը չի տեղավորվի։ Մեկը պիտի փող տան։ Այո։ Ես էլ եմ դա ասում։ Ծաղիկն չէ փող եմ բերել քեզ նվեր։ Ինձ թվում է այս երգը տենց եք սարքել։ Շատ լավ։ Ես չեմ սարքել, երկել եմ։ Այս իրական դեպք է, որ կինո նկարը հիմնված է իրական դեպքերի վրա։ Այո, դեպքերի վրա։ Եթե իրական դեպքերի վրա երկրորդ տարբերակը, բայց Եվ իմ սերը քեզ եմ եթե նվիրել։ հումորային Չէ, դե դու պետք է ընտրես, որը ճիշտ է։ Որտեվ եթե իրականը, ստե կասի ինձ ասեցիր ոնց թե մենակ ծաղիկներ, բերմծոբուս թե մենակ ծաղիկներ։ Սեղան եմ դրե աթորա։ Ոնց թե առաջ տարբերակ։ Ծաղիկն ինչ է փող եմ բերել քեզ նվեր։ Շատ լավ։ Քո ծնունդին ես բերել եմ ծաղիկներ, ծաղիկն ինչ է, փող եմ բերել քեզ նվեր։ Այս տարբերակը ընտրեց Հայկը, լսենք ճիշտ տարբերակը եւ արդեն երրորդ երգը միասին կփորձենք գուշակել, խնդրեմ։ Երկես հետեմ ամեն մի օր ծնունդ է, և դու չգաս կյանքը կարծես անդունդ է, քո ծնունդի ես բերել եմ ծաղիկներ, ծաղիկն ինչ է, սիրտս լինի քեզ նվեր։ Այո, սիրտս լինի քեզ նվեր, Հայկ ջան, ոչ թե փողը։
Լավ։ Բայց դե հա, ես իհարկե դու ավելի ռեալիստորեն մոտեցար, Ավելի հումորային։ որովհետև այո, մեկը գար ասեց ծաղիկին չէ, սիրտս բերեմ քեզ նվեր, էլի կասի ձեռ ես առ։ Սիրտդ ինչ եմ անում։ Սիրտդ ինչ եմ անում։ Մեկ Հայկ ջան, եւ հիմա երրորդ վերջի երգը պետքա ճիշտ գուշակենք, որպեսզի կարողանանք միասին հաղթել։ Մեկ, սիրելի հեռուստադիտողներ, եւ հիմա միասին լսում ենք արդեն երրորդ վերջին երգի հատվածը։ Շատ տարիներ, օրեր, երազներ, ուղիներ, կյանքի խաչված, սրտեր, իրար դիմոց, ամեն անգամ հիշելով քեզ։ Վերջ ընդհատվեց։ Դե սկիզբը չգիտեմ ինչ ենք երգում, բայց Ճոր զույգ էր, այսպես զույգի երգ։ Զույգ երգ էր։ Այո, զույգ երգ։ Այդ պարզ էր։ Ամեն անգամ հիշելով քեզ, հիմա շարունակությունա։ Ամեն անգամ հիշելով քեզ, կարծես տեսնում եմ քեզ, առաջ տարբերակ։ Ամեն անգամ հիշելով քեզ, մոռանում եմ, որ իմը չես, երկրորդ տարբերակ։ Ամեն անգամ հիշելով քեզ, մտքում նորից պատչում եմ քեզ, երրորդ տարբերակը, եւ ամեն անգամ հիշելով քեզ $100 հիշում եմ ես։ Այն ծաղիկ բերողին բերենք այս $100 Այո, $100 տու այդ մարդը պարկ կա տվել չկա։ Կարծես տեսնում եմ քեզ, մոռանում եմ, որ իմը չես, մտքում նորից պատչում եմ քեզ, $50 հիշում եմ, կամ $100 հիշում եմ ես, որ այս պարագայում նույնն է, որովհետև ժամանակին 100-ը առաջ 50 էր, այտենց ինֆլյացիան արդեն տվել կերել է մեզ, արդեն խժռում է ինֆլյացիան բոլորիս, այլ փողը գին չունի։ 70-ականներին $15 70-ականներին $100-ով կարելի էր ամուսնանալ։ $100-ով $100-ով կարելի էր ասել Ուրեմն այս երկի հետ կապված ինչ տարբերակ ընտրենք։ Ընտրում ենք որը։ Երկրորդը որն է։ Երկրորդը մոռանում եմ, որ իմը չես։ Ինձ թվում է այդ մեկն է։ Այսինքն ամեն անգամ հիշելով քեզ, մոռանում եմ, որ իմը չես։ Իսկ ամեն անգամ հիշելով քեզ, կարծես տեսնում եմ քեզ ոչ։ Ես չեմ համոզում, ուղղակի։ Հիշելով քեզ, կարծես տեսնում եմ քեզ։ Այս երկի մեջ այդ կարա լինի, բայց Իսկ ամեն անգամ հիշելով քեզ մտքում նորից պատճում եմ քեզ, որովհետև միայն մտքում կարող է պատճի, որովհետև ինքը հիշում է նրան։ Դե մտքում հիշում է կարա չպաճի։ Հա, դե մտքում հիշում է կարա չպաճի, մի անգամից առանց պատճի։ Ինչ ուզի կա։ Երկրորդ տարբերակը։ Մոռանում եմ, որ իմը չես։ Այո։ Կարծում ես տեսնում եմ քեզ, չէ։ Չէ, դու հիշում եմ քեզ, կարծես տեսնում եմ քեզ, մի քիչ։ Ամեն անգամ հիշելով քեզ, մոռանում եմ, որ իմը չես։ Այս տարբերակը ընտրեց Հայկը, ճիշտ է դա թե ոչ, մենք հիմա լսենք եւ արդեն անցնենք առաջ, խնդրեմ։ կյանքի խաչված, սրտեր, իրար դիմոց, ամեն անգամ հիշելով քեզ, կարծես տեսնում եմ Կարծես տեսնում եմ քեզ։ Ես էլ եմ մտածում, որ այս երկի մեջ այդ տարբերակը ռեալ աշխատող է։ Ոչինչ, այդ չեմ։ Կարևորը չոր հաշիվ չի։ Կարո երկու մեկ այո, շատ լավ, շնորհակալություն Հայկ ջան, գեղեցիկ իհարկե խաղի համար եւ հիմա անցնենք առաջ։ Այ հիմա մի քիչ խնդրեմ ինչ մեր հաղորդման ավարտին քեզ մի փոքրիկ խնդրանքը մեր դիմենք խնդրանքով, մի փոքրիկ այ պատմես ինչ նոր երգեր ունես, ինչ նոր նախագծեր եւ ես գիտեմ որ վերջերս մի լավ միջոցառում տեղի ունեցավ Mother's Day, այո, որտեղ դու նույնպես մասնակցում ես եւ մի քիչ պատմես առասարակ ինչ է սպասում, ինչ մտքեր կան։ Mother's Day-ին շատ հետաքրքիր միջոցառում ունենք, այնքան հագեցած էր, որ երգերի երևի կեսը մնաց, չհասցրինք երգել, որովհետև, այո, այդքան հագեցած էր ծրագիրը,
Բայց շատ լավ անցավ, շատ ուրախ էին, ժողովուրդը լավ ուրախացան, նշեցինք մայրիկների օրը։ Ուրեմն առաջիկայում պատրաստում եմ մի երգ Գևորգ Էմինի բանաստեղծության վրա եմ գրել։ Մի օր գնացի տուն, այդպես այդ բանաստեղծությունը լսել էի Facebook-ում կար, դրված էր։ Շատ սիրեցի այդ տեքստը։ Գնացի մտա սենյակ, ասի ինձ ձեն չեք տալի, ես պետք է մի բան անեմ։ Ինչ որ տենց երաժշտական բաներ եկան մտքիս, հետո Ռազմիկի հետ Բաղդասարյան։ Հաջորդ օրը ասի ռասենս բան եմ մտածել, մի հատ արի նստի դաշնամուրի մոտ տենանք ինչ ենք անում։ Ու շատ հետաքրքիր սիրուն երգ սարքեցինք, այո, արդեն գործիքավորումը կա, ամեն ինչ կա։ Շուտով արդեն կլինի։ Այո։ Շատ լավ, դե սիրով կսպասենք, հետաքրքիր է, իրոք ես առասարակ կարծում եմ, որ մեր մեծանուն բանաստեղծների այդ խոսքերը, բառերը, որովհետև մի օրինակ դե ինձ համար իհարկե Համոսայանը իր բանաստեղծություններով եւ երգերը, որ գրվել են Համոսայանի խոսքերով, դա պարզապես դա մի գագաթնակետ է։ Շատ լավ, Հայկ ջան, դե քեզ մաղթում ենք իհարկե հաջողություններ, նոր երգեր եւ իհարկե փոքրիկ խնդրանք հաղորդման ավարտին մեր հյուրերին չենք թողում մեր սիրելի երգիչ երգչուներին առանց մի երգերի եւ քեզ նույնպես կխնդրենք մի երգով նույնպես ողջունես բոլորիս նվիրես այդ հաճելի պահերը եւ եթե չեմ սխալվում մենք Երևանյան այո իհարկե Երևանյան երգերից կլսենք, որը կարծում եմ անմա երգեր են եւ միշտ լսվել են, լսվում են եւ կլսվեն։ Հղում անելով ձեր հաղորդման վերնագրին Armenian Evening։ Այո։ Մյուսը մտածեցի Երևանյան Evening անել։ Շատ լավ։ Դե ընտիր, Հայկ ջան, դե խնդրում եմ դու պատրաստվես, մինչ, խնդրեմ սա խոսափողը քեզ, սիրելի հեռուստադիտողներ, մի քանի րոպե մինչ Հայկը կպատրաստվի եւ մենք սիրով իհարկե կլսենք նրա երգը եւ բոլորս միասին իհարկե Երևանյան գիշերներ մտովի իհարկե կհայտնվենք մեր սիրելի Երևանում։ Ես եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել եւ նշել մեր գործընկերներին, ովքեր օգնում են, աջակցում են եւ մենք միասին ստեղծում ենք արդեն երկար տարիներ մեր նախագիծը։ Armenian Evening նախագծի ովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը, որը օգնում է այն մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ, ունեն կախվածություն եւ վերադարձնում է լիարժեք կյանքի։ Պրոֆեսիոնալները, ովքեր այստեղ աշխատում են, մասնագետները շատ շատրին օգնել են, այնպես որ մի հապաղեք, նույնպես դիմեք։ Հեռախոսահամարը 409 9000911։ Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, որը ձեզ առաջարկում է հարմարավետ համարներ, լողավազաններ, տաքանքային ջրով, մի խոսքով բոլոր հարմարությունները մեկ տեղում, առողջարան, մի խոսքով։ Հեռախոսահամարը 760 329 60 33։ Շնորհակալություն մեր գործընկերներին եւ Հայկ ջան, պատրաստ ենք։ Միանշանակ։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, վայելում ենք հաճելի րոպեները հենց այս պահին, ուղիղ եթեր, Armenian Evening, Հայկ Մանուկյան, Երևանյան գիշերներ։ Մի գնա, սիրելիս Մինայիր, մի տանջիր ինձ այդպես, դե սիրո անցունքներն աչքերիս, ծնկաչոք աղաչում եմ ես քեզ, աշխարհում սիրեցի քեզ միայն, սիրեցի, պաշտեցի քույրի պես, ու հիմա լալիս եմ ես անցա Աշխարհում սիրեցի քեզ միայն, սիրեցի, պաշտեցի քույրի պես, ու հիմա լալիս եմ ես անցայն, ու ախոս հայացքով նայում քեզ։ Դու կաս իմ սրտի մեջ սիրելիս,
սրտի մեջ դեռ վաղուց ախ եթե դու հեռանաս սև աչերս մոռանաս հաստատ գիտեմ սիրել եմ սիրո համար տանջվել եմ Դու մինայիր ինձ այլես հայացքով քո հմայիր խորությամբ քո աչքերի ինձ մի տանջիր մի գերի դու մինայիր ինձ այլես հայացքով քո Քո աչքերի ինձ մի տանջիր մի գերի այլ աչքեր կան իմ սրտում գիշերների նման սեր գիշերների նման այլ աչքեր կան իմ սրտում այլ աչքեր կան իմ սրտում Gişerleri naman ser Gişerleri naman Ayla çerkanim sardu Ayla çerkanim sardu Ayla çerkanim sardu Հայկ ջան, շնորհակալ եմ անչափ քեզ, հրաշալի րոպեներ, հրաշալի երեկո եւ իհարկե մաղթում եմ նորանոր հաջողություններ քեզ, նոր ստեղծագործություններ եւ իհարկե նոր հաջողություններ, հաղթանակներ։ Շնորհակալ եմ շատ Արմեն ջան, շատ ուրախ եի այստեղ գտնվելուս համար, ձեզ անխափան եթերներ եւ միշտ հաջողություններ։ Շնորհակալ եմ։ Սիրելի հեռուստադիտողներ, եւս մեկ հայկական երեկո, եւս մեկ Armenian Evening մոտեցավ իր ավարտին այսօր, բայց անպայման իհարկե հաջորդ 5 շաբթի կրկին կհանդիպենք MJ հեռուստաընկերության ուղիղ եթերում եւ իհարկե կասենք եթերում Armenian Evening-ն է, այս պահին իհարկե ավարտում ենք, առողջ եղեք մինչ նոր հանդիպում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa Lido Palms Resort and Spa առողջարան հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի հանքային տաք ջրով լոգանքներ առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում, Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք, ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։